Ես խստորեն դատապարտում եմ Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակման փորձը, այս մասին X-ի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նշել է, ուրախ է, որ նախագահ Թրամփը եւ առաջին տիկինը անվտանգ են։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Միացյալ Նահանգներում կրակոցներ են եղել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ։ Հրաձգության ընթացքում վիրավորվել է գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը։ Հրաձիգը ձերբակալվել է։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ գործնականում չկա որևէ չափանիշ, որով Վրաստանը առաջ չլինի Ուկրաինայից եւ Մոլդովայից։ Նրա խոսքով, չնայած այդ երկրներում կոռուպցիայի մակարդակին, Եվրամիությունն անդամակցության հարցով բանակցություններ է վարում նրանց հետ։ Վրաստանի վարչապետը նշել է, որ ցուցանիշների առումով վերջին 5 տարվա ընթացքում 2021-ից 25 թվականներին Վրաստանի եւ Մոլդովայի տնտեսությունների միջև եղած տարբերությունը մեծացել է 12.5 միլիարդ դոլարով։ Կան նաև բազմաթիվ փաստեր ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ կոռուպցիայի հետ կապված։ Մոլդովան Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկն է, ինչպես Ուկրաինան, բայց դուք տեսնում եք, որ այս հարցերում նրանց նկատմամբ գործնականում քննադատություն չկա։ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին կանչվել է արտգործնախարարություն, նրան ընդունել է գերատեսչության ղեկավար Մակա Բոջորիշվիլին։ Պատճառը դիվանագետի վերջին հայտարարություններից մեկն է, որը Թբիլիսիում ընկալել են որպես սպառնալիք։ Հերչինսկին օրերս Բրյուսելում միջոցառման ժամանակ քննադատել էր Վրաստանում ժողովրդավարության հետ ընթացը եւ հայտարարել էր, չի կարելի թույլ տալ, որ վրաց ժողովուրդը վերադառնա բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության եւ դժվարությունների ու կոռուպցիայի մութ ժամանակներին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Եվրամիության դեսպանը սպառնում է վրաց ժողովրդին քաղաքացիական պատերազմով եւ աղքատացմամբ։ Վրաստանի ու Եվրամիության հարաբերությունները վատթարացել են 2024 թվականի մայիսին երկրում օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունումից հետո։ Նույն թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո իշխող վրացական երազանք կուսակցությունը որոշել է կասեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիաների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակումը, որտեղ ներկա էին նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Ես դատապարտում եմ Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած զինված հարձակման փորձը։ Մխիթարում է այն, որ ոչ ոք չի տուժել, մասնավորապես նախագահ Թրամփը եւ նրա հարգարժան կինը տիկին Մելանիան։ Ժողովրդավարական երկրներում պայքարը հիմնված է գաղափարների վրա, որևէ տեսակի բռնություն տեղ չունի։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում նախագահ Թրամփին, նրա կնոջը, ԱՄՆ վարչակազմին եւ ամերիկացի ժողովրդին։ Թուրքիայում բազմաթիվ հյուրանոցներ կարող են դադարեցնել գործունեությունը, եթե մինչև մայիսի 31-ը չհասցնեն իրենց տարածքները համապատասխանեցնել հրդեհային անվտանգության նոր ու խստացված չափանիշներին։ Այս մասին հազանգում է թուրքական գործարար Էկոնոմին պարբերականը։ Թերթի հաղորդմամբ այս տարվա հունվարից երկրում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք զգալիորեն բարդացնում են հյուրանոցների լիցենզավորման եւ գործող թույլտվությունների երկարաձգման գործընթացը։ Այս կոշտ միջոցառումների պատճառը 2025 թվականի հունվարին Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպն է։ Այն ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 78 մարդ, մեծ մասը երեխաներ։ Հենց այդ արտակարգ պատահարից հետո իշխանությունները որոշել են վերանայել եւ խստացնել անվտանգության բոլոր ստանդարտները։ Էկոնոմիմի կողմից մեջբերված զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ կարգավորող մարմինների չափազանց ծանրաբեռնվածության պատճառով հյուրանոցներում հրդեհային անվտանգության ստուգումները նշանակվում են 1 տարի առաջ։ Ամենաբարդ իրավիճակը Ստամբուլում է, որտեղ գործում է ավելի քան 3000 հյուրանոցային օբյեկտ, շուրջ 135,000 համարով։ Մինչև տարեվերջ քաղաքում նախատեսվում է բացել ևս 67 հյուրանոց։ Նշվում է, որ հյուրանոցների զանգվածային փակումներից խուսափելու համար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ անհրաժեշտ է վավերացնել այն հյուրանոցների լիցենզիաները, որոնք մայիսի 31-ից առաջ գրանցվել են ստուգումների համար, բայց չեն ավարտել դրանք կառավարության կողմից սահմանված ժամկետում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ խոսել է հատուկ բանագնացների այցն Իսլամաբադ չեղարկելու իր որոշման մասին, նշելով, որ նրանք ստիպված կլինեին հաղթահարել 17-ժամյա թռիչք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են, եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել, ասել է Թրամփը, չհստակեցնելով, թե երբ տեղի կունենա զանգը։ Բանակցություններն ամենայն հավանականությամբ ձախողվել են շաբաթ օրը, երբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռացել է Պակիստանից, իսկ Թրամփը դրանից քիչ անց հայտարարել է, որ արգելել է իր բանակցողներին մեկնել Իսլամաբադ։
Թրամփը նաև հայտարարել է, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն իրեն հետ չի պահի Իրանի դեմ պատերազմից, թեև նա կարծում է, որ այդ միջադեպը դժվար թե կապված լինի հակամարտության հետ։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել 3 օրվա ընթացքում, եթե խափանումները շարունակվեն, քանի որ արդյունահանվող նավթը պահելու կարողություններ այլևս չկան։ Թրամփը նշել է, որ եթե նավթը չկարողանան տեղափոխել, այն կշարունակի կուտակվել եւ անդառնալի վնաս կհասցնի համակարգին։ Նա հավելել է, որ նույնիսկ վերակառուցման դեպքում Իրանի ենթակառուցվածքները հավանաբար կվերականգնվեն մոտ 50%-ով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։ Փեզեշքյանն ընդգծել է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների ճնշման մարտավարության եւ Թեհրանի հետ դիվանագիտական գործընթաց սկսելու հայտարարության միջև առկա հակասությունը։ Այս հակասությունը իրանցի ժողովրդի եւ Իսլամական Հանրապետության պաշտոնյաների շրջանում մեծացրել է Վաշինգտոնի նկատմամբ անվստահության մակարդակը, հավելել է Իրանի նախագահը։ Ըստ Փեզեշքյանի, Միացյալ Նահանգների ճշտամական գործողությունների շարունակումը, այդ թվում ծովային շրջափակումը, անհամատեղելի է քաղաքական կարգավորման հասնելու հավակնությունների հետ։ Քանի դեռ Միացյալ Նահանգների ճշտամական գործողություններն ու օպերատիվ ճնշումը չեն դադարել, վստահության վերականգնումն ու երկխոսության ճանապարհին առաջընթացի հասնելը կբախվեն լուրջ դժվարությունների, ասել է Փեզեշքյանը։ Իրանի նախագահը վստահեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ներքաշվի պարտադրված բանակցությունների մեջ ճնշման, սպառնալիքների կամ շրջափակման ներքո։ Տարբեր լրատվամիջոցների աղբյուրները նշում են, որ Իրանը Պակիստանի միջոցով նոր առաջարկ է փոխանցել Միացյալ Նահանգներին։ Ըստ Ալ-Մայադինի նախատեսվում է բանակցությունների վերսկսում 3 փուլով ամերիկայի-իսրայելական ագրեսիայի ավարտ եւ երաշխիքներ, որ Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Երկրորդ փուլը կկենտրոնանա Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա, իսկ երրորդ փուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը, եթե առաջին երկու փուլերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Թեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Միջուկային հարցի շուրջ քննարկումները հնարավոր են միայն առաջին երկու պայմանների կատարման դեպքում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանային շրջագայության վերջին փուլի շրջանակում ժամանել է Սանկտ Պետերբուրգ, նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ այցի ընթացքում ռուս պաշտոնյաների հետ կանցկացվեն երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի, այդ թվում Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտության վերաբերյալ քննարկումներ։ Արաղչիի հետ բանակցությունների ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն անելու է այն ամենը, ինչը համապատասխանում է Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների շահերին, որպեսզի Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։ Պուտինը շեշտել է, որ Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար եւ հույս է հայտնել, որ նրանք կհաղթահարեն այս փորձության շրջանը։ Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից եւ բարօրություն է մաղթել Իսլամական Հանրապետության ղեկավարին։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային Թեհրանին աջակցելու համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները։ Արաղչին վստահեցրել է, որ ռուս-իրանական ռազմավարական գործընկերությունը կամրապնդվի։ Արաղչին հավելել է, Իրանի ժողովուրդն իր տոկունության շնորհիվ կարողացել է դիմակայել Միացյալ Նահանգների ագրեսիային եւ կկարողանա դիմանալ նաև հետագայում։ Ռուսական կողմից հանդիպանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Իրանական պատվիրակության կազմում Արաղչիից բացի ընդգրկվել է նաև նրա տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին եւ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Ռուսաստան մեկնելուց առաջ Արաղչին եղել է նաև Պակիստանում եւ Օմանում։ Պակիստանը կարևոր միջնորդական դեր է խաղում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններում։ Անհրաժեշտ էր վերանայել վերջին իրավիճակը։ Ամեն դեպքում բանակցություններում զարգացումներ են տեղի ունեցել։ Ամերիկյան կողմի մոտեցումները հանգեցրին նրան, որ նախորդ փուլը, չնայած գրանցված առաջընթացին, չհասավ իր նպատակներին։ Անհրաժեշտ էր մեզ համար խորհրդակցություններ անցկացնել Պակիստանում մեր բարեկամների հետ վերջին իրավիճակը գնահատելու համար։ Արաղչին նաև տեղեկացրել է, որ Իրանի եւ Օմանի միջև կա տեսակետների զգալի համընկնում։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել, որ խորհրդակցությունները կշարունակվեն փորձագիտական մակարդակում։ Գաբալայում տեղի ունեցել Չեխիայի վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է Անդրեյ Բաբիշին, ինչին հաջորդել է նրանց առանձնազրույցը։ Այնուհետև տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Ալիևի հետ մամուլի ասուլիսում Բաբիշը հայտարարել է, որ Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է, որի հետ շատ ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունեն։ Նրա խոսքով չեխական ազգային էներգետիկ օպերատոր ՉԵՊՍ-ը մտադիր է բնական գազ գնել Ադրբեջանից։ Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը Չեխիայից գնում է զգալի ռազմական արտադրանք ու ներկայում բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության նախագծերի շուրջ։
Քանի որ Ադրբեջանը ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում տեղական արտադրության միջոցով, մեր ապագա համագործակցությունը Չեխիայի նման երկրների հետ, որոնք մեծ փորձ ունեն այս ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունի։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանն իր էներգետիկ ռեսուրսները համաշխարհային շուկաներ արտահանող հուսալի երկրների շարքում է։ Նրա խոսքով ադրբեջանական գազ այժմ արտահանվում է 16 երկիր, որոնցից 10-ը Եվրամիության անդամ են։ Ադրբեջանայցից առաջ Չեխիայի վարչապետը հայտարարել էր, որ Պրահային անհրաժեշտ են ուժեղ եւ կայուն գործընկերներ նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների շարքում։ Ադրբեջանից նա կուղևորվի Ղազախստան եւ Ուզբեկստան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խորապես ցնցված է Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգությունից։ X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Ադրբեջանի նախագահը գրել է, որ բռնությունը պետք է վճռականորեն դատապարտվի։ Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը Գերնիկա Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող Գերնիկա խաղաղության եւ հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։ Դեսպան Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի Գերնիկա մրցանակը, որը շնորհվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Մրցանակն ստանալուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, թե համարում է, որ քաղաքացիական բնակչության դեմ ցանկացած հանցագործություն մարդասիրության եւ մարդկայնության սկզբունքների խախտում է։ Նա հավելել է, որ կիսում է Գերնիկայի ցավն ու վիշտը եւ հանդիսավորապես հարգանքի տուրք մատուցում նրա զոհերի հիշատակին։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։